եւ դրանով փակեմ։ Կարծում եմ մի քանի ամսից հետո այսօր Նիկոլ Փաշինյան առաջին անգամ պատարագի չմասնակցեց։ Այսօր անարակի Կիրակին էր, որը խորհրդանշում է անարակ որդու առակը, գիտեք անարակ որդին վերադառնում է հոր մոտ, ներողություն ախնդրում, հայր իրեն ընդունում է եւ ինչ գիտեմ ներում ամեն դեպքում առակը բոլորս գիտենք, այսօրվա այս Կիրակի օրը նվիրված էր անարակի Կիրակի եւ անարակ որդու առակի այդպես հիմունքով պետք է առաջնորդվեին։ Ու անարակի Կիրակին Նիկոլը չներկայացավ եկեղեցի, ոչ մի պատարագի չմասնակցեց, առավել եւս երեք տեսանք ինչպես էր, այդպես ասած, պիրաշկի կրծում, դե գիտենք պիրաշկին ընդհանրապես պասուց կերակուր չի կարող համարվել, բայց հիմա ոնց էր Նիկոլը պաս պահելու պիրաշկի ուտում, կարծում եմ դա ինքը պետք է բացատրի, քանի որ եկեղեցու դեմ պայքարի նախապայմաններից մեկը, որ ինքը նշելն էր, պահեսողությամբ զբաղվելն էր, ինքը պահեսողությամբ չի զբաղվել, 3 պիրաշկի էր կրծում, հետաբար կարծում եմ պետք է մի տեսակ էս ամեն յար կողքի դնելով հայտարել, որ չհայտարված կերպով Նիկոլը ընդունել է իր պարտությունը, բայց դա համարձակությունը չունի այդ պարտությունը հայտարել։ Տեսնում ենք արդեն մեկ շաբաթ մոտավորապես մի տեսակ այս ուրեմն եկեղեցու դեմ արշավը հանդարտվել է, բարեբախտաբար դրանից ես կարող եմ միայն ուրախ լինել, քանի որ ընդհանրապես եկեղեցու թեման չպետք է արծարծվի ժողովրդի հանրային քննարկման թեմա դառնա եւ այդ հասարակ մակարդակի իջնի, բայց դե այդ հրաժարումը կատարվել է Նիկոլի կողմից, դա խոսում է Նիկոլի հստակ պարտության մասին եկեղեցու դեմ տարված պայքարում եւ ես կարծում եմ այսօր առաջին անգամ ինքը չներկայացավ, ուրեմն որից է պատարագի չմասնակցեց եւ հույս ունեմ, որ հաջորդ շաբաթների ընթացքում է նույնն է լինելու եւ ամեն դեպքում եկեղեցու մնալու է իր բարձունքի մեջ, հենց այնպես որ միշտ մնացել է եւ տոնելու է իր հաղթանակը, որը տարեց Նիկոլի դեմ այս պայքարում, քանի որ եթե այդ ամեն արշավի արդյունքում վեհապարը մնաց վեհապար, եկեղեցի մնաց եկեղեցի, նրա դռները փակ մնացին Նիկոլի դիմաց, նշանակում է այս պայքարի պարտվող կողմը եղել է Նիկոլ Փաշինյանը եւ ես դրական կարծում եմ պիտի միայն շնորհավորեմ մեր ընդդիմությանը, մեր ժողովրդին, որոնք համբերատարությամբ չտրվելով զգացմունքների, կրքերի, գայթակղությունների խոհեմությամբ կարողացան այս պայքարը հանգեցնել հաջողության եւ նույն խոհեմությամբ, նույն ճիշտ աշխատելով ես վստահ եմ, որ մենք հաջորդ ընտրություններում էլ կարող ենք հաղթել։ Իսկ դրա համար պահանջվում է մի բան, նույն քիչ առաջ էլ Դոգի այդ պարագան ասեցի, եւ Դոգը միակը չի, որ հաջորդ ընտրություններում փորձելու է ձայներ փոշիացնել, կարծում եմ ինչ-որ ժամանակից հետո ասել եմ, կրկնում եմ, կրկին էլ կասեմ, ջենթլմենությունը պիտի դնի կողք ընդդիմությունը եւ մինչեւ ողն ու ծուծը մեկ անգամ միշտ պետք է բացահայտվի բոլոր այն ուժերին, ովքեր փորձում են ժողովրդին շեղել, ապա կողմնորոշել, ձայներ փոշիացնել, խաղում են ընդդիմություն, բայց իրականության մեջ ընդդիմության դեմ են աշխատում եւ բոլորին պետք է բացահայտել, որպեսզի ժողովուրդը իմանա հաջորդ ընտրություններում ինչպես է ինքը ուրեմն դիրքորոշվելու։